Ամեն ինչ սկսվեց պարզ ցանկությունից։ Երիտասարդ երկու ընկերուհի, որոնք սիրում են իրենց մասնագիտությունը, հոգեբանությունը, դեռ ուսանողական տարիներից հասկացան, որ նույն երազանքն ունեն։ Ուզում ենք քննարկում ենք տարբեր բաներ եւ հասկացանք, որ երկուսս նույն ծրագրեր ունենք, այսինքն ուզում ենք, որ հոգեբանությունը Հայաստանում զարգանա, որ գիտությունը կայանա, որտեղ իրականում այդքան էլ վիճակում չի ներկայումս։ Եվ սկսեցինք տարբեր բաներ մշակել, տարբեր քննարկումներ ենք անում տարբեր թեմաների շուրջ, նաև անձնական ինչ-որ բաներ ենք քննարկում, դե հոգեբանները այդպես է, չէ՞, պետք է սկզբից ինքդ անցնես դրա միջով, հետո ուրիշների հետ այդ ամեն ինչը քննարկես։ Դից կամաց հասունանում էր ամեն բան եւ սկզբից որոշեցինք, որ որպես նախաձեռնություն պիտի հանդես գանք։ Երբ որ արդեն որոշել էինք, որ պետք է լինի նախաձեռնությունը, մտածում էինք ինչ անուն ավելի լավ կլինի եւ ուզում էինք կապեինք շատ արևի հետ, որտեղ արևի սիմվոլիկան ինքը կյանքի սիմվոլիկան է եւ հոգեբանությունը ինքը առաջնային հենց որ կյանքն է, ծնունդն է։ Ու այդպես ման եկան գտանք EOS անունը, դուրներ շատ եկավ ճիշտն ասած։ Ու մտածեցինք, որ եւ քանի որ արևածագի աստվածուհին էր, մենք մտածեցինք, որ այնքանով է լավ, որ ինքը ոնց որ նոր կյանք լինի եւ այդպիսի նշանակություն տվեցինք մեր կենտրոնին, մեր երևի երկուսիս երազանքների իրականացմանը։ 2011-ին երիտասարդներ հանդես եկան հոգեբանության զարգացմանն ուղղված մի շարք նախաձեռնություններով, իսկ արդեն 2013-ին հիմնադրեցին EOS հոգեբանության զարգացման հիմնադրամը։ Անցած տարի, մոտ 1 տարի առաջ արեցինք այդ գործը եւ հիմա արդեն ունենք մեր փոքրիկ կենտրոնը, որը տարբեր բաներ է իրականացնում, տարբեր ծրագրեր երեխաների հետ հիմնականում, տարբեր տարիքի երեխաների համար ունենք խմբեր եւ շատ կարեւորում ենք ծնողների հետ նաեւ աշխատանք, այսինքն երեխա ծնող, հարաբերությունների կարգավորմանն է նաեւ ուղղված։ Մենք մի քանի շերտ ոնց որ վերցրեցինք գլոբալ, մեկը ուսումնականն է, որ շատ կարեւոր է եւ իրազեկման նպատակն էլ է այդտեղ մտնում, որպեսզի հոգեբանության մասին մարդիկ տեղեկանան եւ դրա հետ կապված մենք այս պահին կոնկրետ անենք տարբեր սեմինարներ, տարբեր քննարկումներ, երկարատև դասընթացներ եւ մասնագետների եւ ոչ մասնագետների համար։ Ուսումնական մասում մենք նաեւ ունենք, այսինքն երևի դա մեր ամենագլոբալ նպատակներից, ամենակարևորագույններից է, որ հետագայում մենք պատկերացնում ենք, որ դա կաճի, Psylab-ն է, որը որ հետազոտությունների եւ լաբորատորիայի հիմունքով ենք ստեղծում, որը Հայաստանում այս պահին կոնկրետ իրականում բավականին քիչ ծավալ ունի եւ ծրագրերից մեկը այն է, որպեսզի մենք ունենանք հայալեզու գրականություն հոգեբանության վերաբերյալ, կան հիմա հրատարակում են որոշ գրքեր, բայց դրանք բավականին քիչ են եւ մենք ուղղակի ուզում ենք, որպեսզի այդ թիվը շատանա եւ մարդիկ օգտվեն։ Երեխաների համար նախատեսված են մի շարք դասընթացներ, հետաքրքրասերների ակումբ, բզեզի դպրոց մայրիկիս հետ։ Իսկ ամեն մի բզեզի հետաքրքրասերի հետ կապված դեպք աղջիկները մանրամասն հիշում են։ Մեզ նույնիսկ թաքուն հայտնեցին, որ գիտեն նրանց բոլոր դասընկերների ու ընտանիքի անդամների անունները։ Բզեզի դպրոցի շրջանակներում, քանի որ մենք ունենք հատուկ դասընթացներ, որ անցկացվում էր եւ իրեն միսիան այն է, որ մենք երեխաներին ծանոթացնենք մշակույթի եւ թանգարանների հետ, մենք երեխաներին տանում ենք Հովհաննես Թումանյանի թանգարան, այնտեղ կազմակերպում ենք էքսկուրսիա եւ էքսկուրսիայից հետո մենք շատ գեղեցիկ բակ կա այնտեղ, որտեղ երեխաները նկարում են, ստեղծագործում են, խաղում ենք միասին ու մի բան ենք նկատել, որ այդ դասընթացներից հետո այնտեղի Երբ որ մենք գալիս ենք այստեղ, երեխաները շատ ավելի մտերմացած են լինում։ Չափազանց կարևորում ենք, որ երեխաների ստեղծագործական զարգացումը լինի, որովհետև երեխաները նախ բաց են այդ դաշտի առաջ, եւ մենք էլ ամեն ձևով նպաստում ենք դրան, այսինքն տարբեր նյութեր ենք կիրառում մեր աշխատանքում, նաեւ հեքիաթներ ենք կիրառում, բարային ինչ-որ բաներ ենք կիրառում։ Երբ որ այսինքն մեր բզեզի դպրոցը սկսեցինք, շատ բալիկներ սկսեցին հաճախել, տարբեր ժամանակների ու ունեինք բալիկ, որը որ այսինքն ինքը այդքան շփվող չէր եւ այսինքն ինչ ուներ նախապես չէր ունեցել ինչ որ հաստատություններ, այդպես ընկերներ չէր ունեցել, երկրորդ թե երրորդ օրվանից արդեն ինքը իր հետ բերել էր հատուկ, այսինքն տան ենք հասել էր, որ ես գնում եմ ընկերների մոտ, մենք այստեղ փոքրիկ նախաճաշիկ ենք միշտ անում երեխաների հետ եւ բերել էր ինչ որ
այսինքն ինչ որ ուտելիքներ, հա, պատրաստած մամայի կողմից բերել էր, որպեսզի երեխաների հետ կիսվեր։ Ու հատուկ այդպես էր ասել, որ ես տանում եմ իմ ընկերների հետ կիսվեմ, իրենց հետ մենք ուտում ենք նախաճաշիկ եւ իրենց հետ ուտում ենք ու օրինակ այդ պահը ուղղակի այն պահից է, որ զգում ես, որ երեխան իրեն ստեղծվում է ընտանիքի պես։ Բազմաթիվ անվճար դասընթացներից ու սեմինարներից բացի EOS-ը փորձում է նաև աջակցել կարիքավոր ընտանիքների երեխաներին։ Երբ որ դիմում են անապահով ընտանիքների երեխաներ, մենք անպայման փորձում ենք աջակցել հա ընտանիքին եւ նույն, այսինքն շատ մարդիկ կան, որ մեզ մոտ գալիս են եւ օգտվում են անվճար եւ մեր նպատակներից մեկը այն է, որպեսզի այն երեխաները, որոնք ավելի խոցելի ընտանիքներից են, մենք իրենց փորձենք ավելի աջակցություն ցուցաբերել, հա, նաեւ կազմակերպում ենք բարեգործական տարբեր միջոցառումներ, որ շրջանակներում եւ գրենական պիտույքներ ենք հա ընտանիքներին փոխանցում եւ այսինքն այն ինչ կարիք ունի ընտանիքը։ Աղջիկների հավաստմամբ հոգեբանի մոտ գնալը դեռևս բոբո արտահայտություն է մեր հասարակության մեջ, որից վախենում են, հատկապես երբ խոսքը վերաբերվում է երեխաներին։ Որ ասում ես հոգեբան, իրանք ինչ-որ բժշկական մի բան են պատկերացնում կամ ավելի վատ հոգեբժական մի բան են պատկերացնում, եւ իրազեկման խնդիր մենք ունենք ոչ միայն ծնողների հետ կապված, այլ ընդհանուր առմամբ հոգեբանության հետ կապված։ Իմ կարծիքով շատ կարևոր է, որ երեխան քեզ ընկալի որպես իր խաղընկեր։ Այդ դեպքում իրենք արդեն ավելի անկեղծ են եւ ավելի արտահայտվում են։ Այն դեպքում, եթե ծնողների հետ չեն խոսում երեխաները, ուրեմն չունեն այդ վստահությունը, որ հասկացված կլինեն։ Տարբերությունն դա է։ Իսկ EOS-ի պարագայում վաղ ներշնչող այս արտահայտությունը կարելի է փոխարինել զարգացման եւ ուսուցման դասընթացներ արտահայտությամբ։ Այստեղ հոգում են, որ երեխաները կարողանան ազատ ինքնադրսևորվել։ Հաջո։ Пока։ Okay, Pagi. Hajjo, hajjo, hajjo.